Շատ տները խնամքով մաքրել, շենացրել, կորցրել Գյուլչորան։ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից մինչև Սումգայիթ, հետո Ստեփանակերտ, Երևան։ Հովսեփյանների ընտանիքը հազարավորների հետ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին է Արցախից բռնագաղթել։ Նա նոր գործից եկավ, պատրաստ ենք, դավայ ճանապարհում ենք։ Տղաս չէ, հետո կճանապարհվենք, մի քիչ մնանք հետո։ Շատ շերտեր ունի որդեկորույս մորցավը։ Արցախի հետ միակ որդուն կորցրեց։ 40 տարեկան Ռուսլանը զոհվել է 2023-ի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունից։ Պայթյունը ուժ հասկացալ ենք։ Դե ուժ ստեղն շոր եկալ, դեղն շոր եկալ, ուշում եկալ չի դա։ Չես։ 2 տարի ընտանիքը Վարձով է ապրել։ Տուն են գնել Երևանի մերձակայքում, իրար կողք հավաքելով աջակցության ծրագրերով ստացածը։ Դկլոր եկալ ենք вообще вещи մի բեն, դա խոցիկեց կեն շերերը զորավ վակալ ենք։ 3 խոխան է, եսում ունել ամուսինս, համիկել մեր հարսը։ Մեծոք։ Նույն ցավով է Երևանում հաստատվել Աղաջանյանների ընտանիքը։ Մինչև 2020 թվականը Շոշ գյուղում էին ապրում, հետո Ստեփանակերտում։ Ես Հայաստան եմ եկել 2023 թվականին կռվից հետո, երբ որ արդեն Արցախը վերցրել են։ Մենք սկզբում մնում էինք Ազատաշեն, հետո որ մաման էս տունը առել, գնելա, մենք տեղափոխվեցինք Զեյթուն։ Ավետիքի, Արտյոմի ու Էրիկայի հայրը 2020 թվականի հոկտեմբերի 9-ին է զոհվել։ Նույն այն օրը, երբ ծնվել է դուստրը, Էրիկան։ Էրիկ Աղաջանյանը կամավոր էր ռազմաճակատ մեկնել։ Երբ որ քուրս ծնվել է, արդեն պապան զոհված է եղել ու որ այդ մասին իմացան, սաղը տխրեցին։ Դենց ու որ Էրիկային բերեցին, պապայի հիշատակ անուն դրեցին Էրիկա։ Պապային Էրիկ, Էրիկայանն էլ Էրիկա։ Այս ծանր պատմություններում մի լույս կա։ Հայորդին նորից նրանց կողքին է։ Վերջին շրջանում զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքները սկսել են գնել բնակարաններ եւ հայորդի մոտ միտք առաջացավ մեր թիմի մոտ ստեղծել մի ծրագիր, որի նպատակը կլինի թեթևացնել այդ ընտանիքների հոգսը եւ տան ամբողջ կահույքը ըստ կարիքի ձեռք բերել։ Առաջին փուլով ընտրվելու են զոհված անձանց այն ընտանիքները, որտեղ որ կան մեկից ավել անչափահաս երեխաներ, այսինքն զոհված անձը ունի մեկից ավել անչափահաս երեխաներ եւ պետության աջակցությամբ եւ իրենց սեփական միջոցներով ձեռք են բերել բնակարան Երևանում կամ ցանկացած այլ համայնքում։ Ծրագրի առաջին փուլում 10 ընտանիք աջակցություն կստանա։ Հիմնադրամը նպատակ ունի շահառուների թիվը հասցնել 100-ի։ Կառուցել 100 օջախ ամենաթանկը կորցրած, բայց ապրելու ուժը վերագտած մարդկանց համար։ Այս 10 ընտանիքների հովանավորը աջակիցը դարձել է FASF հիմնադրամը եւ 10 ընտանիքներին մոտ 1 միլիոն դրամի սահմաններում տրամադրելու են անհրաժեշտ գույքը ըստ կարիքի, այսինքն եթե մեկին անհրաժեշտ է գազօջախ ենք տրամադրում, եթե մյուսին բազմոց է անհրաժեշտ բազմոց, ըստ կարիքի ենք շարժվում։ Կառուցելով հայրենի օջախներ կարգախոսով են ծրագիրը սկսել բարերարները։ Հայրենակիցների օջախներում նորից ծուխ տեսնելու հույսով։